Ընկերներ, բալուց ես, գիտեք Մակրոնը ինձ ինչ ասեց, Մակրոնը ասեց, որ չի կարելի ստել, տեսեք, սուտ ստի մասին, ես վերջես ինչ էր էտ աղջկանն, մի խոսք այդ երկչուհու նկարն էի դրե, որ գլխին խաչա, այլ ոչ թուրքական աստղը, ու մի քանի ընկերներ բացասական անդրադարձան, բայց ուտե չխորանամ բանի մեջ, ուզեցա սենց բացատրեմ, որտեվ երկար թեմա է։ Տեսեք, սուտը ինքն իրան, սուտը վատ բան է, սուտը գալիս է ամեն ասպարեզում սուտը սխալ է, բժշկության մեջ, եթե մեկ խաբում է սուտ է, վատ է, չէ, մաթեմատիկայի մեջ սուտը վատ է, կրոնի մեջ, Քրիստոսն ինչ է ասում, ասում է Սատանուն ինչ ասում, ասում է դու ստի արքան ես, իրա մեջ է սուտը, բայց Աստծու մեջ է ճշմարտությունը, խի ասում, որովհետև դա շատ կարևոր մի դրվագ է, սուտն ու ճիշտ իրարից տարբերելը, տեսեք, որ ասում են 14-ը խառնվել է իրար, այդ ինչի մասին է, որ իրոք 14-ի մասին չի, որ խառնվել է իրար, դա հենց այդ ճշտի ու ստի մասին է, որ խառնվում է իրար ու չես կարում ջոկես որն է ճիշտ ու որը սուտ։ Մեր հրապարակը Երևանի դարձել է ստի սիմվոլ, չէ, ինչի համար, որովհետև այդտեղ սկսվեց մեր պետական ստերը, այդտեղ սկսվեցին այս նոր եկած ուժեր իրանց ստերով ու դրան այդ ժամանակվանից մենք ինչ ենք անում, մենք պայքարում ենք այդ ստի դեմ, որովհետև ստով խաբում են մարդկանց կուտ են տալի, մարդկանց ուղեղները լվանում են, սուտը դա ինքնին լավ բան չի, չկա դա լավ բան, դու չես կարա ստով լավ բան անես, այդ շատ կարևոր բան է, որ հասկանաք, ինչ տեսակել ուզում ալի, դեք մարդիկ կան ասում են, օրինակ մեկը գրել էր, որ լավ է, էդի Նիկոլի մեթոդն է, այդ մեթոդով հենց Նիկոլի դեմ պետքա կռվենք, իդեան ճիշտ է, որ զենքով իրա նման պիտի կռվես այդ կռվում, բայց տեսեք սուտը տեղ չի, էդի ստի մասին չի ասված, որովհետև ստով դու չես կարա կռվես լավ սուտ ասողի դեմ, դու դրանով կպարտվես անպայման, որովհետև իրանք ստի մաստերներ են, եթե դու էլ դառնաս ստի մաստեր, իրա նման ստեր սկսես ասել, անել, էլ տարբերությունը որն է, իբր դու լավ սուտ ես ասում, եթե դու սուտասան ես ու լավ ստեր ես ասում, քեզն են մի օր դնելու փաստի առաջ, քո ստերի համար, ոնց որ հիմա մենք ենք ուզում սրանց դնենք փաստի առաջ, իրանց ստերի համար, ինչի, որովհետև սուտ է, սուտը կարաս ապացուցես, ոչ բան սուտ է, էլի, տեսեք, ստի տեսակներ էլ կա, հիմա ես օրինակ, ինչ եմ այս տեսակի ստերին դեմ, ես օրինակ մի անգամ մի քանի տարի առաջ որ նկար էր տարածվել այդ Աննային իբր թե Բաղնիքում մի հատ տղու հետ տեսա որ սուտ սխասարկած նկար է էդ էլ ասեցի ինչքան էլ որ դրանց ատում եմ բայց որոշեցի իմ ընկերներին ովքեր ճիշտը գնահատում ու հարգում են իրանց զգուշացնել իրանց ասել որ սա սխալ սուտ նկար է սարկած նկար է Ինչի համար, որովհետև դա սուտ է, հասկանում եք, տեսեք ինչեր է կատարվում դրանից հետո։ Կարաս մտածես, հո լավ է, իր մասին նեգատիվ բան է, ուրեմն դա լավ է։ Մենք ատում ենք Նիկոլին, ամեն ինչ Նիկոլի մասին նեգատիվ, ուրեմն լավ է, բայց տենց չի, դա սխալ մտածելակերպ է։ Դա մի քանի բաներ կան, ինչի, օրինակ դու կամ ես, այս նկարը պետք է նայեմ, հավատամ ու ինձնից գոհ գնամ ասենք հերոստատեսությամբ ելույթ ունեմ, ասեմ, բա գիտեք Արնան օրնիկա ինքը ուրիշ տղու հետ նկարվել է Բաղնիքում ու մի հատ ցանկացած մարդ կասի որ դու ապուշ չես, էսի Աննան է բա, ու ինձ ապացուցեն ու ճիշտ է դա, չէ կապացուցեն որ դա Աննան չի, ու ես էշի նման ես պիտի կայ ասեմ վայ, հա էլի էսի Աննան չէ, այսինքն այդ սարքողները, այդ սուտ սարքողները ինձի գցելու են դնելու են պրոբլեմի առաջ, չէ Ես գնալու եմ այդ բանը ասեմ ու ես սուտ դառնամ, ես սխալ դառնամ։ Դրա լավը ո՞րն է։ Դա չկա լավ բան։ Ու տարբերությունը ստերի են, որ տեսեք օրինակ Քոչարյանի հանդեպ են միլիարդի սուտը։ Իրանք նենց սիրուն սուտ են հնարել, որ դու չես կարող ապացուցես։ Ինչ որ մի fake site-ում գրել էին
Հա նաև ինչ եմ էսի ասում, որտեվ ես տեսակի թեմանի վրա շատ եմ խոսում, ինչ համար որ շատեր ինձ ասում են քոչայնական բան, ինձ ասեմ ինչի, որտեվ ես ատում եմ սուտ, ախպեր, ուզում եմ Նիկոլի մասին, լուրջ եթե ստենամ Նիկոլի մասին սուտ բանը, ես կասեմ էդի սուտը, ախպեր, մի տարածեք էդ, որտեվ լավ բան չի սուտը։ Ես ուզում եմ ճշտով առաջ գնանք, ճիշտը բացատրենք, ճիշտը տանք մարդկանց։ Եթե մենք բողոքում ենք, որ Նիկոլեն խաբում են մարդկանց, սուտ են ասում, ու մենք էլ սկսենք ստեր ասել, մենք էլ ենք դառնում Նիկոլ։ Տարբերությունը ո՞րն է, ոնց որ այն օրը ասել են, որ մի հատ տաքսիստ ընկեր ունեմ, Նիկոլական սաղ թեմաները իրանից եմ ասում։ Ինքը բողոքեց, ինձ գիտեք ինչու, ասում է, «Խի արա, ախպեր բանը, ընդդիմությունը սուտ տարածում Նիկոլի մասին, որ Նիկոլը իբր սենց է ասել»։ Հասկանում եք այն մարդիկ, ովքեր որ շանս ունեն ընդդիմությանը հավատալու, այս տեսակի բաներից ավելի են հիասթափվում։ Ոչ թե ասում են «Ոյ Նիկոլի սենց», այլ իրանց ապացույցա պետք։ Եթե դու սուտ ես ասում, դու չես կարող այդ սուտը ապացուցես։ Ու այդ մարդիկ ավելի են հիասթափվելու ընդդիմությունից, որովհետև ասում ընդդիմությունը մուտիլով չի կա, այս խեղճ մարդու վրա հավայի ստեր են տարածում։ Հասկանում եք, դուք օգնում եք, որ այն ժեխը, ով որ Նիկոլին հավատում, այնք ավելի շատ հավատա, որովհետև ինքը կտեսնի, որ իր դեմ ստեր են տարածում, ու հետո որ ես կասեմ ճիշտը, արդեն իրանք չեն հավատա ինձ, որովհետև կասեն, հա դու ընդդիմությունից դուք մուտիլով չիք, դուք սուտ եք ասում, այդ խեղճ մարդու վրա ստեր եք տարածում։ Հասկանում եք ինչի է կարևոր սուտ չասելը, սուտ չտարածելը։ Այն կտականում տես մի հատ բան կա, պատմություն կա, որ հերը որդիներին ուզում է սովորացնի այս ճշմարտությունը, մեծ ամանի մեջ ճաշ է սարքում, ու մեջը փոքր սենց, չգիտեմ ինչ կենթանուց թե ծտի ծերտ է գցում։ Այս երեխեքը բարը, այս ինչ արիր այ պապա, մենք ոնց ուտենք այս բորշը։ Ասում ես եկա այս 10-20 լիտրանոց ամանի մեջից մի հատ փոքր հավի ծերտ ինչ պիտի անի։ Տղեկն ասում են չէ, լավ, արդեն վсё է, սաղ ճաշը կներեք քակ մեջ է լավ, արդեն մենք չենք ուտի այդ բերան չենք տա դրա։ Ասում այս ձևի է սուտը ու մարդու անունն էլ, հասկանում եք, այս ձևի իվարկեն մի հատ բանն, սենց է մարդու վստահությունը, եթե դու մի հատ էլ սուտ ես ասում, մարդիկ կարան արդեն կասկածեն քո ասացի վրա, որովհետև դու երբևիցե սուտ ես ասել, ու դու կարա սուտ ասես։ Հիմա տեսեք, ընդդիմության մեջ ստեր տարածողներն էլ ենթադրենք բարի նպատակներով են անում, ենթադրենք չգիտեն այսքան բան։ Իրանք իտոգում մեզ կարան շատ վատ անեն, շատ վատ բան անեն, վատություն անեն, այս սրա համար, որովհետև մարդիկ մեզ սկսելու են չհավատալ, ասում դուք սուտ եք տարածում, դուք սուտ տարածողներ եք։ Մենք չենք կարող ապացուցենք, որ ճիշտ է, որովհետև դա սուտ ինֆորմացիա է, չէ՞։ Դա համար մի տարածեք այդ ստերը։ Իմացեք ինչ է, ու մեր այս հիմիկվա դարում ինֆորմացիոն դարում պրոբլեմա է այդ fake news-ը ամենամեծ պրոբլեմն է, ինչի համար, այն սրա համար։ Որովհետև մարդ չի ջոգում, որն է ճիշտ, որը սուտ, օրինակ այս վեդի պատմությունը, այս որ բռնաբարությունները արել, ես անձամբ տեսա առաջի անգամ տեսա շատ ջղայնացա, հետո գնացի նայեցի միտեղ տեսա որ ասին էդի սուտ է, սարկած է բան, ասեց ես այդ բանը սնգա որ ասի հա դե կարող է սարկած է, այլ ինչ իմանաս։ Ինչի, որովհետև ես էլ եմ տենում, որ ընդդիմության մեջ լիքը fake news-եր է ֆրֆռում, լիքը հավայի բաներ է ֆրֆռում, լիքը ստեր է հորինվում, գցվում դաշտ, նկարվում եսիմինչ, ու դրանից իբր թե բան են, հակա նիկոլիզմ են տարածում։ Ախպեր, Նիկոլը այնքան բաներ է անում, բաց, որ պետք է եսիմինչ տեսակի դեբիլ լնես, որ չտենաս, չհասկանաս։ Եթե քեզ պետք է որ Նիկոլին դեմ լնես, Նիկոլը լիքը բաներ է անում, օֆիցիալ դեմները ինքը ասում է իր բերնով։ Դու եթե այդքանից հետո պետք է Նիկոլի կողմ լնես, ու ինչ որ մի հատ բան, եսին որդից ինչ որ մի նկար Մուկուչյա, Իվետա Մուկուչյան, ինչ որ Իվետա Մուկուչյանը պետք է բանը ճակատին եսին ինչ անի, դրանից դու դառնաս Նիկոլին հակա, եթե արդեն դու Նիկոլին հակաց, դու արդեն այդ Իվետային ես հակառակ։ Պետք չի Նիկոլենց համար, ՔՊ-ի համար, Նիկոլի համար ինչ-որ fake news սարքել, ախպեր, իրանք ամեն օր են իրանք բաց, իրանք վատ բաներ անում։ Ու դրանից պրոստը պետք է նայես ու կտենաս, որ լիքը բաներ են անում, ինչի համար եք fake news-եր սարքում ու մեզ էլ գցում ձեր դաշտերը, որ մեր ասածներն էլ հետո մարդիկ ասեն, հա դուք ընդդիմություն եք, ուրեմն դուք սուտ ասան եք։
տարածելն էլ նույնն է, այդ նույն տարածելն է, հետո ես շատ հաճախ կոնկրետ ինչ-որ մի բանն եմ ասում, հա, տեսեք էլի մարդիկ գայսին ասում են իվետային արդարացնում, ես ախպեր իվետային դες ինչ գործ ունեմ, որ իվետային արդարացնեմ, չարդարացնեմ, ես կոնկրետ այդ մի նյութի մասին եմ խոսում, այդ մի փաստի մասին, ասում եմ այդ օրը, որ ինքը հա երկել է, իր ճակատին չի ելել բան, ինչա, լուս կիսալուսին եղել է խաչ, ես այդ եմ շեշտում, պրոստը, ու վсё Դու խես նստում մտածում ասում ուրեմն ես իվետային պաշտպանում եմ։ Ես իվետային որ պաշտպանեի, ես դուխ ունեմ որ ելնեմ իվետային պաշտպանեմ բացեբաց, որովհետև եթե պաշտպանեմ, ուրեմն կունենամ առիթ ու պատճառ պաշտպանելու։ Բայց դե ես իրամազի ոչ մի բան չեմ գրում, պրոստը գրում եմ որ ախպեր ժողովուրդ ջան, այս փաստը fake է, մի հավատացեք։ Դե մարդկա, էդի կապ չունի ինքը, դա ինչի է գնացել, արա երկել ախպեր, ուրիշ բան է։ Դու գտնում ես որ ինքը վատ արը որ երկել է այդ օրը, ես էլ եմ գտնում։ Բողոքի հետ երկելու համար, ասա դու խի ես երկե քու սենց ընենցը։ Դրա համար բողոքի, ասա։ Բայց ոչ թե էդի ասա ուրեմն դա ճիշտ է, ախպեր էդի սուտ է, իրա վրա այդ ճակատին խաչ է, այդ չի նշանակում ինքը սուրբ է, ինքը ճիշտ է, ինքը լավն է, ինքը ճիշտ արը որ երկել, դրանք вообще կապ չունեն այդ թեմայի հետ, вообще ոչ մի բան իվետայի կապ չունի այդ թեմայի հետ, ինչ որ ես եմ ասում։ Ես ասել եմ որ այդ նկարը fake է։ Ու pritoم այդ fake նկարը սարքել են ադրբեջանցիք, հասկանում եք դուք դնում ֆրցնում եք էդի բան նայեք իվետան էսի մի թուրքական ռոպագանդան եք ֆրցնում։ Դա լավը որն է, հələ բացատրեք, որ ինչ մեկը տենասի թաղեմ Նիկոլին, ինչ, ասի հիմա պետք է մեկը հակա Նիկոլական դառնա, ինչա որ իվետան ճակատին բան արը, խաչ չիել է, գցեն կիսալուսին այլ է, հա, դե լուրջ դες վրոդի թույն մարքեթինգ ռոպագանդա է կանում, այդպես չի է մարքեթինգ ռոպագանդա։ Ինչ է ասում։ Այդ օրինակ իրանք որ անում են, իրանք նույնը այդ բան անում են սուտը, բայց իրանք մաստերներ են դրա անում։ Դուք չեք կարող իրանց, դուք հավայս պրոստը Facebook-ով կիսվելով կամ մեկը եսի մինչև տենց չի, էսի եկա թեորիաներ են, ստե եկա մասնագետներ են, պետ կոնկրետ փսիխոլոգիայիներ, բաներ։ Այդ Քոչյանի պա ոնց են իրանք արել, իրանք այնպես մի հատ սուտ էին հորինել, որ դու չես կարող ապացուցես, որովհետև ախպեր ես չգիտեմ Քոչյանը քանի միլիարդ ունի, ասես 4 միլիարդ ունի, ասեմ չէ։ Ասես բայ ինչ կան, ասեմ չգիտեմ ախպեր, կարող է ինքը 1 միլիարդ ունի, կարող է 16 միլիարդ ունի, կարող է 7, կարող է 0, չորտ եւ ոզնայ։ Ես ի՞նչ իմանամ ախպեր Քոչյանը քանի միլիարդ ունի։ Ու ես հաստատ գիտեմ որ դու էլ չգիտես, այ դու նայող որ նայում ես ասում ես ես գիտեմ չորտ չէ, չգիտես։ Որովհետև սկի Քոչյանը ինքը կարող է չգիտի, ինքը քանի միլիարդ ունի։ Իմ ասած է դա, ես չեմ ասում Քոչյանը լավ մարդ է, ապրի որ 4 ունի կամ վատա որ 7 ունի եւ այլն։ Դրանց մասին չեմ խոսում, ես կոնկրետ այդ ինֆոն սուտ է։ Ու դու էլ չգիտես, դու պրոստը միտեղ կարդում ես, ելնում ասում ես, հա, 4 ունի, չէ, այն մեկելա 6 ունի, ասում ես, հա, հիմա էլ 6 ունի։ Որովհետև իրանք այս տեսակի սուտ են հորինում, որ դու չես կարող ապացուցես։ Որ գնաս իրանցից ապացուցես, իրանք էլ չեն կարող։ Բայց այս նկարը կոնկրետ ապացուցվող սուտ է։ Դու քեզ էշի տեղ ես դնում, դու մի հատ սուտը վեկալել ես, տարածում ես, ասում ես սենց է։ Այն դեպքում որ ցանկացած հենց Նիկոլական կգա կնայ ու այդ կղժա։ Կասերի սով են, հələ սրանց նայեք, դեն հավայի սարկած նկարն են թուրքի սարկած նկարը տարածում են, մի հատ էլ մեր Նիկոլին բան են անում, բողոքում են Նիկոլից։ Հիմա ինչ է լավ, ձեր եղավ հակա Նիկոլական ռոպագանդա, թե լավ պրո Նիկոլական, որովհետև հակա Նիկոլականներին գցիկ դրիկ էշի տեղ, պրո Նիկոլականներին ավելի հաստատեցիք, որ իրանք մնան Նիկոլին հավատարին, որովհետև իրանք պետք է նայեն Նիկոլին որպես բան, ժերտվայի դերում, ասեն տես, այս չար նախքին բանը, պրոպագանդիստները խեշ Նիկոլի գլխին սարքում են ու ստեր են տարածում։ Այս է սուտը։ Դրա համար ես չեմ սիրում սուտը։ Ես եթե տենում եմ միտեղ սուտ ու ամեն ինչի վրա կասկածում եմ, ամեն նկար, ամեն ինֆո կասկածանքով եմ նայում, որովհետև ես գիտեմ ինչեր կարան սարքեն։ Դել հիմա ֆոտո, վիդեո, դրանք սա այնքան հենց հեշտ են սարքում, որ ով ես հաստատ գիտեմ ոնց է սարքում, որովհետև ես ես դրա մեջ եմ, այդ տեխնոլոգիայի բաների մեջ եմ։ Ու դրա համար ես չեմ սիրում սուտ տարածելը։ Պետք է մենք ստեր չտարածենք, էլ եմ ասում, դրանից դու չես սարքելու մեկին հակա Նիկոլական, եթե սարքես էլ, հետո մի օր կիմանա որ դա սուտ էր ու դրանից կդառնա էքստրա Նիկոլական, ավելի շատ։
ու էլի եմ ասում, եթե մենք պիտի Նիկոլի նման վարվենք, Նիկոլի նման ստեր ասենք, մարդկանց խաբենք, է մեր ու Նիկոլի տարբերությունը ո՞րն է։ Հենակ այդ Նիկոլի հետ կաշխատենք, ասենք ախպեր մենք ջոգել ենք, ասենք մենք սխալ ենք, դու ճիշտ ես։ Կստացի, ասենք Նիկոլը ճիշտ է, պետք է խաբել։ Հասկանում եք։ Դե գնացիք ուրեմն դարեք Նիկոլական ախպեր, մեր իմ նման ընդդիմադիրների հետ գործ չունեք, մենք ես չեմ ուզում այդ ձևի ընդդիմադիր դառնամ, ամեն գնով ինչա որ Նիկոլի մասին սխալ բան ասվի, ամեն ինչս դնեմ մի կողմ, իմ վստահելիությունը, իմ բարերի ասելու վստահելիության վրա խաչ քաշեմ, թքեմ վրան ու դնեմ հավայ ստեր տարածեմ, ստեր ասեմ, եղել է մի անգամ, թե երկու անգամ, որ ես էլ եմ սուտ տարածել, բայց հետո ինձ իմացել եմ, ջնջել եմ կամ գել եմ կներեք, էսի սուտ է, որտեվ ես չեմ ուզում սուտ տարածել։ Դրանով մենք ոչ մի բանի չենք հասնելու։ Սուտը չի ապրում, սուտը չի կարա երկար ապրի, սուտի վերջը վատ է։ Ճշմարտություն ուրիշ է։ Ես քրիստոնյա մարդ եմ, ես չեմ ասում սուրբ եմ, հələ չէ, բայց ես չեմ ուզում ստով իմ իդեաները առաջ տանեմ։ Դա սխալ բան է, դա վատ բան է, այդքան բան, всё։ Ու ինչքան սուտ տենամ, ես ասում եմ, որ էսի սուտ է, որ մարդիկ իմանան որն է սուտը, որը ճիշտ է, հիմա սա խառնվել է իրար։ Այդքան բան է ուզում այդ ստի ճշտի մասին ասի, որ զգուշել եք ընկերներ, լուրջ իմ ահավոր է ու չես կարա դու իմանաս ինչ վնաս ես տալի դու դրանով։ Ու էլի եմ ասում, մարդ, ցանկացած հայ մարդ հակա նիկոլական լինելու համար իրան ոչ մի էքստրա բան պետք չի, ոչ մի էքստրա հորինած բան պետք չի։ Ինչ ենք հորինում։ Այնքան առիթներ կան, այնքան պատճառներ կան։ Արցախը որ տվել են, բրծել են, հիմա էլ մի հատ գովում են, որ տվել են, որ գնացել են իրանք ճանաչել են, որ ամբողջ Արցախը դատարկել են, էլ ինչ ասեմ, որ հիմա տես թուրքերին լիզում են ու հիմա արդեն թուրքերը ասում են մենք մեզ տանն ենք զգում։ Էլ դրանից ավել ինչ է պետք մարդուն, որ ասի հա էլի, սրանք լավը չեն, գոնե ասեն լավը չեն, հա։ Դրանից ավել էլ ինչ է պետք։ Հեն այսօր նոր նայում էի Նարեկ Կարապետյանը բացած էլ դրած է, եկա վիդեոյա հանե կեղծերի մասին, ինչի համար, որովհետև այս մարդիկ էլ են ջոգում, որ կեղծ ինֆորմացիան ուտում է մարդկանց, տարածում են կեղծ ինֆորմացիա ու դրանով մարդկանց խաբում են։ Հիմա որ նրանք էլ կեղծը տարածեն, հիմա ինքը Նարեկն է, որ սկսի կեղծ բաներ տարածել Նիկոլի մասին։ Ոնց են մարդիկ հավատալու, ում են հավատալու։ Եք ասեն երկուսն են նույն զիբիլն են։ Էդ լավ ջանդամ հիմա խետանք փոխենք, որ նա թո էսի եկել է, էսի մնա էլի, չէ՞։ Պետք է մարդը տարբերությունը զգա, որ ասի չէ, էսի սուտասան է, իսկ սրանք սուտասան չեն, սրանք չեն խաբում մեզ, չեն ուզում մեզ խաբել։ Հիմա մի հատ մեծ առավելություն օրինակ ունի Կարապետյանը, որ ինքը փող ունի, չէ՞, չեն կարող ասել գալիս է թալանի։ Ու հիմա մի այդ շատ կարևոր տարբերությունն է սուտն է, որ ասեն էլի գալիս է խափի, էհակ ասեն թո այնա մնա էլի, մնացեն ինչ մեկ է նորից փոխենք, բան նրանք խափեն։ Նայես որ մի տարածեք սուտը, աշխատեք սուտը չտարածեք ու ստին կողմնակից մի ելեք։ Դու եթե սուտին կողմնակից ես ելնում, դու էլ մասնակից ես ելնում այդ ստին ու վերջում դու ես տնգվելու, որովհետև սուտ է դա։ Քեզ գովեր են խնդալու ու քո գլխին են սարքելու, որովհետև ասում են սուտ ախպեր, քեզ է սուտ տարածում։ Քեզ այդ մարդու վրա սուտ բան դնում։ Դա ճիշտ բան չի, լավ բան չի, այդքան բան։ Ու ինձանից էլ չսպասեք, որ ես ստին բան տամ, առաջ տամ, ես չեմ անելու ախպեր, դա ու ես ամեն ձևել ճշտի կողմն եմ կանգնած ամեն տեսակում, ամեն ասպարեզներում։ Դրանից ճիշտը չկա, դրանից լավը չկա։ Սուտը վատ բան է, վատան նամանա սենց զգայուն թեմաներում մարդկանց հետ, մարդկանց ուղեղների մտածելակերպի հետ կապված չի կարելի տենց վարվել։ Ու ընդդիմադիրներն էլ հետո որ անում է, որովհետև դրանց ընդել եմ ասում մի շերտ կա, որ մաքուր սրտով է անում, բայց մի շերտ էլ կա, որ նրանք էլ են մյուս կողմի ագենտներն են, ու նրանք էլ թքած ունեն պրինցիպի մեր վրա, նրանց էլ հետարքիր է, պրոստը նրանց վրա ցեղ շպրտել է, ոնց որ են մյուսներին հետարքիր, ստեր հանել ու ցեղ շպրտել, նույն բանն է։ Դե եթե նույնն է, ես էլ տարբերություն չեմ տենում, դա պետք է մենք տարբերություն ստեղծենք, տարբերություն ունենանք զգանք, որ տենենք, սրանք սուտասաններն են, սրանք ոչ։
որովհետև էսի որ ասում ես մտածում եմ հայրենիքի մասին, ուրեմն ինքը իրոք մտածում, որովհետև ինքը սուտասան չի, բայց որ ես ասում մտածում հայրենիքի մասին, ուրեմն ինքը տալու է հայրենիքը, ոնց որ սրանք են անում։ Այս ԿՊ նեկան բան էին ամ, չէ, Արցախը մեր հայրենիքն է, հանին փաթաթին տվին Ադրբեջանին։ Và այդ է տարբերությունը, որ ես ասեմ Արցախը իմ հայրենիքն է, ինձ ճանաչող մարդիկ պետք է իմանան, որ ես էդի նկատի ունեմ, որ ես չեմ ասում, որ Արցախը տամ, ես չեմ դրա հետ համաձայնվելու կամ համաձայնվել։ Ուստի էլ արդեն գալիս է մարդկանց վերաբերմունքը ուրիշ մարդկանց հանդեպ, որ ես սուտասան է, ես սուտասան չի։ Լավ եղեք ընկերներ ջան, հույսով եմ կարծա ճիշտ է։ Թեթև բացատրել ներկայացնել, որ սուտը լավ չի ու ճիշտն է լավ, այնքան ենք խառնվերի արդեն դες պրիմիտիվ բաներում էլ խորանանք, որ լավ լինի, որ մենք ճիշտը կարողանանք տարածել։ Դե միջև մյուսը լինելու է Սփյուռքը հայերի մասին, դա էլ է մի հատ մեծ թեմա մանրից նորից զարգանում, գնում, դա էլ եմ ուզում մի հատ լավ մի քանի հոգու տեղը դնեմ, դե լավ կտեսնենք հլա։ Ստեսուն ես։